Մեծարգո վարչապետ, կառավարության կարևոր գերատեսչությունը, նաև համանման հանձնաժողովը, որը պատիվ ունեմ ղեկավարելու, այժմ կոչվում է աշխատանքի և բարեկեցության հարցերի նախարարություն և հանձնաժողով։ Բնականաբար այս ամենում ապահովված է մեր տեսլականը, մոտեցումը, ինչպես նաև պետության հանձնառությունը քաղաքացու նկատմամբ։ Որպես կառավարության ղեկավար, կուզեի, որ մեր քաղաքացիները անձամբ ձեզանից լսեին, թե ինչ ենք դնում այս ամենի հիմքում և ինչ հանձնառություններ ունենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, մեր հիմնական նպատակը եւ ուղերձը հետեւյալն է, որ մենք ի վերջո արձանագրենք մեր քաղաքական եւ հանրային տեսլականը բարեկեցության հասնելու մեթոդի մասին, որ աշխատանքը բարեկեցության հասնելու միակ մեթոդը պետք է լինի եւ աշխատանքը պետք է մեր ռազմավարական տեսլականն է, որ մեր իրականության մեջ աշխատանքը միշտ ասոցացվում է չարչարանքի հետ, որ աշխատանքի արդյունքում դու պետք է ունենաս սոցիալական ապահովության կարիք։ Դա ինչ որ առումով խորհրդային մտածողություն է, որովհետև աշխատանքը եւ սոցիալական ապահովությունը շատ իրար հետ կապված չէին։ Դրանք զուգահեռ process-ներ էին, մենք ուզում ենք այս տրամաբանությունը փոխենք։ Բայց իհարկե մենք հասկանում ենք նաև մտահոգությունները եւ կառավարության մեջ էլ այդ մտահոգությունը կար, որ չլինի թե տպավորություն ստեղծվի, թե կառավարությունը եւ պետությունը իր սոցիալական պարտավորություններից ուզում է խուսափել։ Ոչ, ընդհակառակը։ Նախ մենք ամենակարևոր սոցիալական պարտավորությունը կառավարության համարում ենք այն, ինչը արտահայտել ենք մարդը պետք է ուժեղացնի պետությունը, պետությունը պետք է ուժեղացնի մարդուն կարգախոսի կամ ձևակերպման մեջ։ Մենք մտածում ենք, որ ուժեղ մարդը կրթված մարդն է։ Իսկ այն մարդը, որ իր կրթությամբ կարող է անել աշխատանք, որը կարող է ապահովել իր բարեկեցությունը։ Բայց մենք հասկանում ենք նաև, որ սոցիալական որոշակի շերտեր կան, ում բոլոր դեպքերում պետությունը պետք է սոցիալական ծառայություններ մատուցի։ Մեր տեսլականն է, որ աշխատունակ մարդկանց տոկոս չասեմ, մաքսիմալ տոկոսը իր աշխատանքով կարողանա վաստակի։ Եվ երբ որ մենք ծախս ենք անում նման քաղաքացիների համար, այդ ծախսը առաջին հերթին ուղղված լինի աշխատանքի շուկայում նրանց մրցունակության բարձրացմանը, որ այն ինչ որ մենք իրենց տալիս ենք որպես սոցիալական աջակցություն կամ ենթադրվում է, որ պիտի տայենք, մենք նրան աջակցենք, որ ինքը իր աշխատանքով դա վաստակի։ Դա իր կյանքի որակը նույնպես լավացնում է։ Բայց մենք հասկանում ենք նաև, որ սոցիալական շերտեր կան, որոնց պետք է մշտապես աջակցենք։ Օրինակ, կենսաթոշակառուները, չնայած նրանց տնտեսական ակտիվության աջակցելը նույնպես մեր ծրագրային դրույթներից է։ Ես դրա մասին չխոսեցի, որովհետև շատ ենք խոսել, բայց նաև 2028 թվականից մենք հունվարի 1-ից մենք կներդնենք արդեն կենսաթոշակների ինդեքսավորման համակարգը, որպեսզի գնաճի պայմաններում մեր թոշակները սպառողական նվազագույն զամբյուղից ցածր չլինեն։ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանային ապահովման ծրագրերը պետք է շարունակեն եւ այլն եւ այդպես շարունակ, բայց մենք ուզում ենք, որ հիմնական բանաձևը բարեկեցության լինի աշխատանք։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, մեր նախընտրական ծրագրում մենք տնտեսական զարգացումը սահմանել ենք որպես պետական շահ եւ արդեն կառավարության ծրագրում արտացոլված ունենք, որ ունենք հանձնառություն առաջիկա 5 տարում աղքատությունը կրճատել 5 կետով։ Ինչպիսի միջոցառումների ծրագրեր են նախատեսվում, որպեսզի այս ցուցանիշները եւ մեր սահմանած նշաձողը լինի առավել իրատեսական։ Դե էլի նույնը։ Մենք պետքա նախ արձանագրենք, որ 2018 թվականից մենք ավելի քան 300,000 աշխատատեղ ենք ստեղծել 2026 թվականի հուլիսի տվյալներով։ Այսինքն եւ մեր խնդիրն է նա, որ մարդիկ աշխատանքով կարողանան բարեկեցություն ապահովել, չնայած ուզում եմ ասել, որ նույնիսկ աշխատող մարդկանց համար կան նաև որոշակի սոցիալական ծրագրեր։ Ընդհանուր միջև եկամտային հարկի վերադարձը եւ սոցիալական կրեդիտները իրենք նույնպես սոցիալական աջակցության ձևեր են, իսկ ովքեր աշխատունակության սահմանափակումներ ունեն, նրանց վերաբերյալ մեր քաղաքականությունները լինելու են այլ բնույթի, որպեսզի մարդկանց օբյեկտիվ իրադրությունը հաշվի առնելով փորձենք նրանց համար ապահովել կենսական նվազագույն արժանապատիվ պայմաններ։